Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի արտաքին գործերի նախկին փոխնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանին։ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Օրերս Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատն ընդունեց բանաձև, մեջբերում եմ Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով։ Բանաձևի ընդունումը ինչ հնարավորություններ է ստեղծում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ սկսենք նրանից, որ բանաձևի ընդունումը ինքնին շատ լավ քայլ է, այն առումով, որ այս հարցը բարձրացվում է միջազգային ասպարեզում եւ սրա մասին խոսվում է։ Մինչդեռ բավական երկար ժամանակ բռնի տեղահանումից հետո այս հարցը ընդհանրապես օրակարգում չկար, ոչ Հայաստանում, ոչ էլ միջազգային ատյաններում։ Եվ մենակ այն փաստը, որ այդպիսի բանաձև այսօր կարողացել են ընդունել, խոսում է այն մասին, որ հույս կա այդ առումով աշխատանքներ տանելու եւ որ հանձնախմբի աշխատանքները կապակցված նաեւ մեր Շվեյցարիայում գտնվող մեր սփյուռքահայ հայրենակիցների եւ գործընկերների հետ որոշակի արդյունքներ են տալիս։ Բայց միևնույն ժամանակ պետք է նաեւ իրատեսական լինենք։ Այս բանաձևի ընդունումը չի նշանակում, որ վաղնևեթ Շվեյցարիան նախաձեռնելու է, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ։ Սա ընդամենը մեծ պատի մի քարերից մեկն է, որը սկիզբ է դնում գոնե այն հարթակի ստեղծմանը, որտեղ այդ հարցը կարելի կլինի քննարկել եւ ապահովել արցախցիների վերադարձի իրավունքի թեման հավաքական անվտանգ վերադարձի մասին է խոսքը, ոչ թե պարզապես, որտեղ վերադարձի իրավունքը, ինչպես գիտեք, միջազգային իրավունքով ամրագրված իրավունք է եւ պետք է ապահովվի։ Բայց ինչպես ցանկացած իրավունք, այն ոչ ոք մեզ համար չի ապահովելու, եթե մենք ինքներս այդ իրավունքի համար չպայքարենք, չբարձրաձայնենք եւ չպահանջենք։ Սա է խնդիրը։ Բանաձևը խորհրդարանի ստորին պալատ էր բերել պատգամավոր Էրիղ Ֆոնտոբելը։ Վերին պալատում այն ներկայացրեց Դիանա Անգելինա Մոզերը։ Հատկանշական է, որ սա առաջին բանաձևն է, որ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունում են։ Որքանով կարող է սա լինել նախադեպ այլ երկրների համար եւ այլ հարթակների համար։ Ինձ թվում է մենք պետք է նայենք ոչ թե զուտ նախադեպին, այլ նաև գնահատենք իրավիճակը այն առումով, որ բավականին վերադարձի իրավունքի մասին խոսվել է տարբեր այլ բանաձևերում։ Խոսվել է նաև միջազգային դատարանի որոշման մեջ, որտեղ որ նոյեմբերին ընդունված բանաձևով արդեն իսկ պահանջում է միջազգային դատարանը, որպեսզի արցախցիները ունենան ազատ մուտք դեպի իրենց ազատ մուտք եւ ելք այդ ժամանակ նույնիսկ, քանի որ այդ ժամանակ դեռ արցախցիներ գտնվում էին Արցախում։ Ունենք Եվրախորհրդարանի բանաձև, որտեղ նույնպես նշվում է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Սակայն տարբերությունը այս բանաձևի, ասենք եվրոպականից տարբերվում է նրանով, որ սա միակ բանաձևն է թերևս, որը որ ստորին պալատի կողմից ընդունվելով, հետո արդեն կանտոնների խորհրդում, այսինքն վերին պալատի կողմից ընդունելով, նաև որոշակի նախաձեռնություն է տալիս արտաքին գործերի նախարարությանը Շվեյցարիայի, որպեսզի ինքը հանդես գա այդ հարթակը ստեղծելու գործում։ Այսինքն Շվեյցարիան որպես երկիր գիտենք, որ միշտ չեզոք դիրք է գրավել եւ տարբեր հակամարտություններում այսպես հաշտարարի, խաղաղարարի դերն է կատարել, դա եղել է եւ Իսրայելա-Պաղեստինյան բանում եւ Հայաստան-Թուրքիա հաշտեցման համաձայնագրի ստորագրման հարցում։ Այսինքն Շվեյցարիան ինքը որպես երկիր ունի այդ խաղաղասիրության միջնորդի համբավը եւ ունի գործիքակազմը դա անելու։ Բայց պետք է նաև նկատի ունենք, որ բանաձևը այդքան հեշտությամբ չի անցել, բավականին բարդ աշխատանք է տարվել ներսում եւ պատգամավորների հետ, որպեսզի ընդդիմախոսներին բերած փաստարկներին հակափաստարկներով պատասխանեն եւ ասեն ինչու է սա կարեւոր։ Այսինքն հարցին յուրօրինակ լուծում է տվել։ Սա կարող ենք անվանել հաղթանակ այն առումով, որ վերջապես խորհրդարանը Շվեյցարիայի նման երկրի
ընդունել է բանաձև, որը խոսում է, պաշտպանում է հենց մարդու իրավունքները, ոչ թե խոսում է տարածքային ամբողջականության եւ այլնի մասին, այլ որպես իր կիզակետում, իր ամենակարևոր մասում հենց մարդու իրավունքների պաշտպանության հարցն է։ Իդեպ ընդդիմախոսներից ոմանք մեջբերում էին հանգամանքը, որ առաջիկայում Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են կնքելու, այս բանաձևի անհրաժեշտությունը ինչումն է, եւ փորձելով նվազեցնել բանաձևի ընդունման անհրաժեշտությունը։ Ում շահերից է սա բխում եւ ինչպես կմեկնաբանեք։ Ի վերջո Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, որի մասին վերջերս հատկապես ազդարարվում է, բայց միայն ազդարարվում է, նախատեսում է որևէ կետ արցախցիների վերադարձի մասով։ Խաղաղության պայմանագրի ինչքան որ հետևում եմ, ամենայն դեպս բաց հարթակներում չկա որևէ հարց Արցախի ժողովրդի վերադարձի մասին կամ ընդհանրապես Արցախ բառը կամ նույնիսկ Լեռնային Ղարաբաղ եզրույթը որպես այդպեսին չկա այդ խաղաղության համաձայնագրի մեջ։ Դրա համար ինձ թվում է, որ իհարկե բոլորս էլ ուզում ենք, որ խաղաղություն լինի, եւ ինձ թվում է, որ այս բանաձևը ոչ թե խանգարելու է խաղաղությանը, այլ ընդհակառակը լրացուցիչ խաղաքարտ կարող է լինել հայկական դիվանագիտության ձեռքում, որ เป զի կարողանան ավելի լավ պայմաններով խաղաղության հասնել, որովհետև եթե չի խոսվում մի հարցի մասին եւ փորձվում է այսպես արհամարվել, մոռացության մատնել, այսինքն այն ինչ փորձում է անել Ադրբեջանը, եթե դու չես խոսում, եթե դու քո պատմումը, քո խոսույթը չես ձևավորում ինչ որ հարցի շուրջ, քո իրավունքների մասին չես բարձրաձայնում, դա քո փոխարեն անում է Ադրբեջանը։ Ինչ որ Ադրբեջանը հիմա անում է, այսինքն Ադրբեջանը արդեն այնքան է իրան ազատ զգում, որ Ղարաբաղի հարցը համարում է լրիվ լուծված, կարծես թե ոչինչ չի եղել, այդքան մարդ չի տեղահանվել բռնի, այդքան զոհեր չեն եղել, մարդկության դեմ ոճերներ չեն գործվել, չնայած սրա մասին ահագին գործեր կան տարբեր դատական ատյաններում միջազգային եւ ոչ միայն, եւ Ադրբեջանը արդեն նոր պատմումով է հանդես գալիս, որ արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն միշտ կարեւոր է ոչ միայն աշխատանք տանելը, որպեսզի այսպիսի բանաձևեր ընդունվեն, որպեսզի քո իրավունքները ինչ որտեղ ամրագրվեն, հետո պետք է հետամուտ լինել աշխատանք տանել նույն Շվեյցարիայի արտգործնախարարության հետ եւ ոչ միայն որպեսզի շարունակականություն ապահովենք եւ տեսնենք ինչի կարող ենք հասնել այսպիսի բանաձևեր ընդունելով, որպեսզի Ադրբեջանը չկարողանա չհամարի, որ ինքը արել է, ինքը հաղթել է եւ այդպես էլ պետքա լինի։ Ոչ ոք իրավունք չունի խոսելու դրա մասին, արդարությունը վերականգնված է, որտեղ արդարություն, ընդհանրապես խաղաղություն առանց արդարության չի լինում։ Որը ժամանակ անցնում է եւ այդ բաները, այդ բողոքները, այդ չլուծված հարցերը, հույզերը բոլորը կուտակվում են եւ մի օր պայթում են։ Իսկ եթե մենք իրոք ուզում ենք տևական խաղաղություն, ապա պետք է խաղաղության բոլոր բաղադրիչները հաշվի առնվեն եւ ընդգրկվեն խաղաղության պայմանագրի մեջ, որպեսզի ունենանք իսկապես ինքնաբավ եւ լիիրավ, այսպես խաղաղություն, կայուն խաղաղություն։ Ըստ ձեզ այդ դեպքում ինչու հայկական դիվանագիտության պատասխանատուները բաց են թողում այս կարևոր խաղաքարտը, որը ձեր գնահատմամբ հենց արցախցիների իրավունքների հարցն է։ Չէ՞ որ բանակցություններում ցանկացած խնդիր կարող է կռվան լինել մեկ ուրիշ հարթակում եւ հաջողություն ունենալու եւ զուգահեռաբար նաեւ այդ հարցի հետ կապված ունենալ դրական լուծում։ Գիտեք, ճիշտն ասած, ես էլ կուզենայի այդ հարցի պատասխանը իմանամ, բայց հարցի հասցեատերը իրոք ես չեմ։ Իմ համար շատ մեծ հարցական է նաեւ ոչ միայն դա, այլ նաեւ գերիների հարցը, որ միայն վերջերս են սկսել ավելի ակտիվ կերպով խոսել դրա մասին, մինչդեռ մենք ունենք եւ պատանդներ, եւ քաղաքացիական անձինք, եւ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հիմա գտնվում է Բաքվում, եւ այդ դատական process կոչեցյալը, որ իրոք դատական process չի, այլ մի հատ ֆարս է, կայանում է այնտեղ եւ շատ լուր, կարծես հանդուրժում են բոլորը, կարծես այդպես էլ պետք է լինի։ Մինչդեռ այնտեղ ոչ թե դատում են մեր ղեկավարությանը, դատում են մեզ բոլորիս, դատում են մեր ինքնորոշման իրավունքը։
Այսինքն ուզում են լրիվ ապացուցեն, որ չկա, կարծես Ղարաբաղ ոչ եղել է, ոչ այդ 30 տարի այնտեղ հանրապետություն ա եղել, ոչ երբևիցե այնտեղ հայեր են ապրել։ Դրան է ուղղված նաև այն, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ոչնչացնել ոչ միայն հայկական բնակավայրերը, ոչ միայն հայկական պետականության շենքերն ու շինությունները, նմուշները, այլև փորձում է աղավաղել պատմությունը, աղավաղելով հենց մեր քրիստոնեական ժառանգությունը մեր հողի վրա, մեր գերեզմաններն է պղծում։ Այսինքն Ադրբեջանը կարծես թե մի կողմից իր նարատիվն է տանում, իր նոր պատմումն է կերտում, նոր դարի, նոր Ադրբեջանի, որի մեջ Արցախը չկար, այդպիսի խնդիր չկար, ոնց ասում են, իսկ մյուս կողմից մենք լուր այսպես լսում ենք եւ համարժեք, եթե կարող եմ ասել, արձագանք չի գնում ոչ Արցախի պատմամշակութային, որոշակի բաներ անում են, պետք է նշեմ, որ իհարկե տարբեր մայրաքաղաքներում, գիտեմ, որ դիվանագիտական ծառայություններում, Եվրոպական խորհրդարանում եւ այլուր ընդունվում են բանաձևեր քրիստոնեական ժառանգության պահպանության մասով եւ այլն, ամենայն դեպս Փառք Աստծո որոշակի գործ արվում է ուղղությամբ եւ սխալ կրներ անտեսել այդ գործը, բայց ինձ թվում է պետք է ավելի ակտիվ լինենք եւ ավելի պահանջատեր լինենք թե մեր ժառանգությանը, թե մեր գերիներին, թե մեր իրավունքներին, որտեվ եթե մենք չանենք, ոչ ոք մեր փոխարեն չի գալու մեր։ Մենք հասկացանք, որ եթե մենք ինքներս պատրաստ չենք մեր իրավունքները պաշտպանելու, դա չի անելու ոչ Ռուսաստանը, ոչ Շվեյցարիան, ոչ Ամերիկան, ոչ այն մեկ ուրիշը։ Ցավոք սրտի իրողությունը սա է։ Եթե Շվեյցարիայի իշխանությունները մեկ տարվա ընթացքում, ինչպես որ արդեն օրենքն է, ընդունված օրենքն է պահանջում, կազմակերպում է համաժողով, հրավիրում է Արցախի ներկայացուցիչներին, հրավիրում է Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ Ադրբեջանի իշխանությունները ներկայացուցիչները մերժում են, չեն գալիս։ Սրանով ավարտվում են անելիքները, թե կա երկրորդ փուլ, անելիքների երկրորդ մաս։ Գիտեք, իհարկե Ադրբեջանը ամեն կերպ խորշելու է որևէ ֆորումում, որևէ հարթակում, ինչ որ երբ որ դու հաղթել ես պատերազմում, երևի այդ պահվածքը այն է, մենք այդպես չարեցինք, չգիտեմ ցավոք սրտի, թե հիմա անցած է, բայց իրենք ամեն ձևի փորձում են այդ հաղթանակը կոնսոլիդացնել բոլոր ճակատներում, թե դիվանագիտական ճակատում, թե ռազմական եւ թե քաղաքական։ Իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի արգելեն, արգելափակեն, զրոյացնեն այն բոլոր ջանքերը, որոնք միտված են արցախցիների վերադարձին։ Սա երկար պայքար է լինելու, հեշտ չի լինելու, բայց մենք չպետք է դրանից խորշենք եւ մտածենք, որ դե ինչին ա պետք, օքեյ, մի հատ բանաձև ընդունեցին, կան չէ՞ մարդիկ, որ այսպես թերահավատ են ասում են, եղավ լավ, մի հատ բանաձև ընդունեցին հետո։ Ոչ, այս բոլոր բանաձևերը, եթե մենք չխոսենք դրա մասին, կնշանակի, որ մենք ընդունում ենք դա։ Կնշանակի, որ մենք հաշտվել ենք այդ մտքի հետ, որ մենք չենք վերադառնալու։ Մինչդեռ ինձ թվում է ցանկացած արցախցի միշտ էլ մտածում է, որ մի օր լինի դա 30 տարի հետո, լինի դա 5 տարի հետո, աշխարհը այնքան արագ է փոխվում մեր օրերում, ընդհանրապես աշխարհակարգը, հա, այնքան շատ արագ է փոխվում, որ երբեք չես իմանա ինչպիսի վիճակ կունենանք, որտեղ մենք կարողանանք լավագույնս դրսևորվել եւ մեր իրավունքները ել ավելի առաջ տանել։ Հետևաբար ինձ թվում է, որ չպետք է ընկճվենք եւ անկախ նրանից, թե այսօրվա իրողությունները ինչպիսին են, պետք է այսօրվա բաժին մեր գործը անենք, ամրագրենք այն, ինչ կարելի է ամրագրել այսօր, որպեսզի վաղը չէ մյուս օրը կամ մի քանի տարի հետո, երբ որ պահը կա, մենք պատրաստ լինենք, զինված անպայման չի զենքերով, այլ զինված լինենք բոլոր դիվանագիտական, քաղաքական եւ այլ ճակատներում, որպեսզի կարողանանք մեր իրավունքները լավագույնս պաշտպանել եւ հաստատել այն արդարությունը, որը որ պետք է լինի։ Տրամաբանական է, որ առանց հանձնախմբի, որի անդամն եք նաև դուք, այս բանաձևը չէր ընդունվի։ Եթե հանձնախմբի աշխատանքներին զուգահեռ այս ուղղությամբ աշխատեր նաև Հայաստանի իշխանությունը, ինչ պատկեր կունենայինք այսօր։ Ինձ թվում է երևի շատ ավելի հաջողված դեպքեր կունենայինք, որովհետև իհարկե մի բան է, երբ որ դրանով զբաղվում է հանձնախումբ, որը որ ստեղծվել է չճանաչված երկրի խորհրդարանի կողմից, մեկ այլ բան է, երբ դա անում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը, որի հետ մարդիկ պարտավոր են հարցի նստել, որտեղ մենք խոսում ենք զուտ մարդու իրավունքների տեսակետից,
իսկ Հայաստանը կարող է ել ավելի ուրիշ լծակներ օգտագործել։ Իհարկե հասկանում ենք, չպետք է մոռանանք, որ Հայաստանի վիճակն էլ ամենալավը չի այս հարաբերություններում, բայց նաև կյանքից գիտենք, որ երբ որ միշտ դու գնում ես հաջողան, ոնց են ասում, հաջողություն, փողզիչման, այստեղ նույնիսկ փողզիչում չի, ինձ թվում է զիջում է։ Փողզիչումը, երբ որ իրենք էլ են ինչ-որ բան զիջում, ես մինչև այսօր դեռ չեմ տեսել Ադրբեջանը մեզ ինչ է զիջել։ Ադրբեջանը կանգնած է ջերմուկում, այսինքն ինքը ոչ միայն Ղարաբաղը ոչ թե միայն Արցախով բավարարվել է, այլև ինքը մտել է Հայաստանի տարածք եւ դեռ մի որոշ տարածքի վրա էլ Զանգեզուրի, հա, Սյունիքի վրա էլ դեռ աչք ունի դրած եւ ամեն կերպ փորձում է էտել, այսպես հափշտակել հնարավորինս բոլոր միջոցներով, որպեսզի կարողանա հասնի իր ուզածին, այսինքն ուղիղ կապ հաստատի թուրքական աշխարհի հետ եւ ընդհանրապես եւ իհարկե Նախիջևանի հետ։ Վերադարձի որ մոդելի համար է պայքարում հանձնախումբը, որովհետեւ մեկնաբանությունները տարբեր են, ոմանք ասում են ես չեմ վերադառնալու Արցախ, որտեղ կա ադրբեջանական իշխանություն, մեկ ուրիշն ասում է դա հնարավոր չէ, ֆանտազիայի ժանրից է, երբ ենք մենք այդքան հրաժարվանալու։ Ի վերջո վերադարձի ձեր մոդելը ո՞րն է։ Ըստ հանձնախմբի վերադարձը պետք է լինի նախ հավաքական, անվտանգ եւ արժանապատիվ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ցանկացած արցախցի, որը պետք է վերադառնա Արցախ, պետք է վերադառնա իր ամբողջ իր բոլոր իրավունքներով, հիմնարար իրավունքներով, այսինքն ինքը չի գնում այնտեղ ճորտի կարգավիճակով։ Եթե հնարավոր լիներ Ադրբեջանի տերապետության տակ ապրել, նախ եւ առաջ ստիպված չենք լինել թողնելու մեր հայրենիքը եւ այսպես որտեվ մեզ բռնի ուժով ստիպել են դուրս գալ այնտեղից։ Բոլոր մանրամասները չենք բացում, բայց մենք հո գիտենք ինչպես է դա կատարվել։ Այնպես չի, որ բոլորս արթնացել ենք եւ որոշել ենք, որ այսօր գնում ենք Հայաստան, թողնում ենք մեր տները, չի եղել տենց բան։ Թե չէ 9 ամիս շարունակ եւ ավելի չէին դիմակայի սովին, լույսին, ջրի բացակայությանը եւ այդ բոլոր զրկանքները կրեն հանուն նրա, որ մի օր վեր կենան եւ որոշեն, որ գալիս են Հայաստան։ Այդ որոշումը կամայականորեն չի կայացվել։ Այդ որոշումը կայացվել է բռնի ուժով, հարկադրանքի տակ։ Եվ ցեղասպանության վտանգի պայմաններում։ Այո, երբ որ ֆիզիկական անվտանգությունը մարդու ամենակարևոր իրավունքը դա կյանքի իրավունքն է, ամենահիմնարար իրավունքը։ Եվ ցանկացած արցախցի, որ տեսնում է իր վերադարձը Արցախ, պետք է իր կյանքի եւ մնացած բոլոր իրավունքները այդ պարագայում առանց իհարկե միջազգային անվտանգային որևէ ձևաչափի, որևէ վերահսկողության անհնար է այսօրվա դրությամբ, եթե իրատեսական լինենք, որևէ արցախցու վերադարձը մենք կարող ենք խոսել ինչքան ուզում ենք, բայց իհարկե բոլորս արցախցի ենք եւ բոլորս մեր կաշվի վրա գիտենք, թե դա ինչ է նշանակելու, եթե մենք վերադառնանք ինչ որ պակաս իրավունքներով, որովհետեւ հենց այդ իրավունքների համար ենք, չէ՞ մենք պայքարը սկսվել է դրանից, որ մեր իրավունքները չէին հարգվում։ Վերադարձ 0 կետին չի կարող լինել։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Արցախի արտաքին գործերի նախկին փոխնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանի հետ։ Հետևեք մեզ սոցցանցերում, կհանդիպենք։